Բարի երեկո։ Ընտրությունները ճիշտ է ավարտվեցին, սակայն դրանց շուրջ ընթացող քննարկումները հասկանալի պատճառներով շարունակվում են եւ դեռ երկար էլ կշարունակվեն։ Ընտրությունների հետ կապված քննարկվող թեմաներից այսօր ուզում եմ առանձնացնել մեկը, որը անկեղծ ասած ծայրահեղ սուր է եւ նույնքան վիրավորական։ Խոսքը քաղաքական որոշ գործիչների կողմից ընտրողին նվաստացնելու վերջին այս երկու օրվա փորձերի մասին է։ Ընդդիմությունը պնդում է, թե համատարած ընտրակաշառք է բաժանվել, բացարձակ անիմաստ է վիճել, հերքել, հաստատել եւ այլն, քանի որ դա այլ թեմա է։ Բայց այս երկու օրվա ընթացքում լինում են հայտարարություններ, որոնք այնքան այլանդակ են իրենց էությամբ ու բովանդակությամբ, որ ուղղակի ձևակերպում չես կարողանում գտնել։ Օրինակ, Պետրոս Մակյանը հայտարարում է, թե ժողովրդի 99%-ին գնեցին ու ոչխարների նման լցրեցին ընտրատեղամասերը։ Այս բառերը նա ասել է լրատվամիջոցներից մեկին, որը խնդրել էր գնահատել ընտրությունների ընթացքը։ Իհարկե, երևույթը, երբ տեղից վեր կացողը խոսում է ամբողջ ժողովրդի անունից, բոլորովին էլ նոր չէ։ Այս երևույթի բարոյական կողմը քննարկելու բան էլ չէ, քանի որ մեր քաղաքական գործիչներից շատ ու շատերի պարագայում բարոյականության մասին նույնիսկ ծպտուն հանելն է հոգեկան խանգարման վկայություն։ Բայց անգամ դա աչքի առաջ ունենալով կան որոշակի սահմաններ, որոնք չի կարելի անցնել, չի կարելի եւ վերջ։ Քանի անգամ է նույն Պետրոս Մակյանը ընտրություններից առաջ հայտարարություններ հնչեցրել ժողովրդի անունից առայն, որ ժողովուրդն այս իշխանություններին չի ընդունում, որ ժողովուրդը ոտքի է կանգնելու, որ ժողովուրդը կոնգրեսի հետ է, որ իրենց պայքարը ժողովրդի պայքարն է եւ այլն։ Նույն այն ժողովրդի, որի 99%-ին նույն Մակյանն այսօր ընտրություններից հետո համեմատում է ոչխարների հետ։ Արդյոք մարդիկ ընդհանրապես կարողանում են գնահատել իրենց ասացի քաշը։ Արդյոք նրանք պատրաստ են ստորագրել իրենց ասացի տակ, որ ժողովրդի 99%-ին ոչխարների նման տարել լցրել են ընտրատեղամասերը։ Թե հանկարծ կարող է պատահել այնպես, որ վաղը հասկանալով, որ իրենց ասածը վիրավորանք է մի ամբողջ ժողովրդի հասցեին, սկսեն արդարանալ, թե գիտեք լրագրողն է մի քիչ սխալ հասկացել, ես էի մի քիչ ներվայնացած, ճնշումս էր բարձրացելու վերևին 180 էր, իսկ տակին 120 եւ այլն։ Իսկ գիտեք ինչու ոչ 100%-ը։ Այսինքն ինչու է պարոն Մակյանն ասում ոչ թե 100, այլ 99։ Քանի որ եթե վաղը թասիբով որևէ մեկը մոտենա եւ հարցնի, ով է ձեզ իրավունք տվել մեզ ոչխարի հետ համեմատել, հեշտությամբ կասի, բայց ես դա ձեր մասին չէի ասում։ Ես ասում էի 99%-ի մասին, իսկ դուք այն 1%-ի մեջ եք։ Չնայած նույնիսկ այդ պարագայում էլ պարադոքս է ստացվում, քանի որ Պետրոս Մակյանի հարազատ քաղաքական ուժին Հայազգային կոնգրեսին ձայն է տվել ընտրողների 7%-ից մի քիչ ավելին, ըստ պաշտոնական տվյալների։ Հետևաբար, պարոն Մակյանը գտնում է, որ կոնգրեսին ձայն տվողներից ընդամենը 1%-ն է նորմալ, իսկ մնացած 6%-ը նույնպես ոչխարի նման են։ Դա ես չեմ ասում, դա Մակյանի ասածի տրամաբանությունն է։ Հաշիվն էլ հենց իրանից էլ պահանջեք։ Արդարության համար նշենք, որ Մակյանն իհարկե միակը չէ, որ ընտրությունների արդյունքների համար մեղադրում է ժողովրդին։ Էլի կան գործիչներ, որոնց մի մասն էլի կոպիտ, մյուս մասը ավելի տանելի կերպով, բայց սեփական ժողովրդի վրա են բարդում իրենց պարտության մեղքը, պնդելով, թե ժողովուրդն ընտրեց ստրկությունը։ Իսկ կա մեկը, պարտվողներից գոնե մեկը, ով ինքն իրեն հարցնում. իսկ ես ինչ որ բանով մեղավոր եմ։ Միգուցե ես նույնպես մեղավոր եմ։ Միգուցե օրինակ չարժեր տարիներ շարունակ մարդկանց անընդհատ համոզել, որ ընդդիմությունը ուր որ է իշխանափոխություն է անելու, որ ուր որ է արտահերթ ոչ միայն խորհրդարանական, այլև նախագահական ընտրություններ են լինելու։ Միգուցե ես էլ եմ մեղավոր, որ սկզբում ասում էի, մենք հանցագործ իշխանությունների հետ խոսելու բան չունենք, բայց հետո նստեցինք ու սկսեցինք երկխոսել։ Միգուցե ես եմ մեղավոր, որ քլնգելով իշխանության ու մեղադրելով նրան հանցավոր էության մեջ, ընտրությունների նախաշեմին սկսեցի համագործակցել իշխանությանը մաս կազմող ուժերից մեկի հետ, չհասկանալով, որ դրանը ոչ թե իմ ձայներն եմ ավելացնում, այլ դրանք նվիրում եմ այդ ուժին։ Եվ միգուցե այդ ամբողջի պատճառով էր, որ ընտրությունների ինտրիգը նորանկախ հանրապետության ամբողջ պատմության մեջ առաջին անգամ ուշադրություն դարձրեք, կայանում էր ոչ թե նրանում, թե քանի տոկոս է տանալու իշխանությունը, քանի տոկոս ընդդիմությունը, այլ քանի տոկոս է տանալու կոալիցիոն մի կուսակցությունը, հանրապետականը, եւ քանի տոկոս կոալիցիոն մյուս կուսակցությունը, բարգավաճը։ Իսկ ընդդիմության մասին շատ քիչերն էին խոսում։ Ավելի պարզ, ընդդիմության մասով ինտրիգ գրեթե չկար։ Եթե այդքան սրտնեղած եք կաշառվածներից, արդյոք կարող եք կանգնել, ուղիղ նայել ձեր համախոհների աչքերին ու տղամարդու խոսք տալ, որ որևէ այլ ուժ ձեր տեխնացուի համար որևէ մեծամասնական ընտրատարածքում ընտրողներին փող չի տվել։ Ասածից ռեզյումեն, շատ հեշտ է սեփական անհաջողությունների համար մեղադրել բոլորին սեփական մեղքի բաժինը չտեսնելու տալով, բայց դա ինքնախաբեություն է։ Ու երբ Պետրոս Մակյանին լրագրողը հարցնում է, թե արդյոք նա բողոքարկելու է ընտրությունների արդյունքները, նա մարդը, ով ժողովրդի 99%-ին համեմատում է ոչխարների հետ, ասում է.
Ինչը բողոքարկեմ, ես պայքարում եմ համակարգը քանդելու համար։ Քանդեք, անուշ լինի։ Մի խոսքով, իհարկե բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքական մշակույթի առումով մենք խնդիր ունենք քաղաքական մտածողության, քաղաքական կացութաձևի եւ քաղաքական բառապաշարի։ Բայց նույնիսկ այդ դեպքում էլ կան բաներ, որոնք այն նվազագույն շեմն են, որից չի կարելի անցնել։ Առողջ եղեք։